Ուրեմն հարցս վերաբերվելու է աշխատավարձերին, տեսեք, շատ կարևոր բան է կետ է աշխատավարձերի մասը, հարցս հետևյալն է, արդեն պատասխանն է գիտեմ, բայց ցանկանում եմ դիզայնեցի, ինչի համար աշխատավարձերի բարձրացումը բերվեց այս փուլում եւ այս ամիս եւ ուրեմն մանկապարտեզի աշխատակիցների աշխատավարձերը կարծեմ մայիսից է բարձրանալու, որը ստանալու են ուրեմն հունիսին։ Ուրեմն ինչի համար դեկտեմբերին չի բերվել բարձրացել այդ աշխատավարձերը, որի պատասխանը քաղաքական է ու արդեն գիտեմ, բայց ցանկանում եմ դեզանից ասել, ինչի համար աշխատավարձերը կոնկրետ մանկապարտեզների մասով բարձրացել է 15-ից 20%, կամ ասենք համար տրամադրվում է 1 միլիարդ 700 միլիոնի չափով, այլ ոչ թե 3.5 միլիարդ եւ այդ բարձրանալը լիներ 30-ից 40%։ Դա լավ է, որ աշխատավարձերը բարձրանում է, բայց քիչ է բարձրանում, բայց քիչ է գումար տրամադրվում։ Նորից եմ կրկնում, ես դրա մասին խոսել եմ բազմիցս, ավականությունների ժամանակ եմ խոսել, իմ ելույթներում եմ խոսացել, իմ հարցազրույցներում եմ ասել, աշխատավարձերը պետք է բարձրանալ եւ նվազագույն աշխատավարձը պետք է լիներ այնքան, ինչքան որ ստանում են Երևան քաղաքի մնացած հիմնական ձեռնարկությունների աշխատողները, այսինքն վերջի անգամ ուրեմն այն ՀՕԱԿ-ը որ ստեղծվեց, Երևանի քաղաքի երթևեկության կազմակերպում կառավարում կենտրոնը որ ստեղծեց, այնտեղ ամենանվազագույն աշխատավարձը 230-270 հազար դրամ է։ Պետք է մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը, ինչու՞ չէ նաև կանաչապատման աշխատակիցների աշխատավարձը լիներ նվազագույնը այդքան։ Ինչու համար չի բարձրացել այդքան։ Այս տարի մայիսի 1-ից եթե կատարում են նշված 15-ից 20% փոփոխությունը, հավատացեք, որ հենց մանկավարժի աշխատավարձը դառնում է 225 հազար դրամ։ Չէ։ Հենց Տիգրան Ավինյանն ասել, որ այդ աշխատավարձը լինելու է 200 հազարից ավել դաստիարակին եւ դաստիարակի օգնականին ավելի քիչ։ 200 հազար չի հասնում։ Ես ասում եմ, մանկավարժը, տնօրեններն ու մանկավարժները 200 հազարի շեմը հատում են, տնօրենները հիմա էլ մասնակի, որոնք որ մեծ խումբ ունեցող տնօրեններն արդեն վաղուց հատել են այդ շեմը, տնօրենինը մոտ 261 հազար, մանկավարժինը այս բարձրացումից հետո դառնում է 225 հազար դրամ։ Բարձրացումից հետո կեղտոտով եք ասում։ Հա։ Կեղտոտ։ Քանի որ այս հարցը բարձրացրել եմ, նաև առաջարկով դիմել եմ Տիգրան Ավինյանին, բայց արձագանք չի եղել։ Դա եղել է ուրեմն անցած տարվա վերջում, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Այս մասով արձագանք չեղավ, ու այս հարցը չբերվեց ավականունից, այս հարցը չբերվեց մեր հանձնաժողովի նիստ տարվա վերջին ու բերվեց հիմա։ Սա ես քիչ առաջ որ ասում էի, հասկանում եմ ինչի համար արված, սա քաղաքական ենթատեքստ ունի, քաղաքական նպատակներով արված, ինչպես արվեց թոշակառուների համար իրանց թոշակը բարձրացվեց ուրեմն մարտ-ապրիլից, որ պետք է իրանք բարձր թոշակ ստանան, իբր բարձր թոշակ ստանան, որը նույնպես չեմ համարում բարձր, դա թոշակառուները ավելի բարձր պետք է ստանան, նվազագույնը ամենակիչը գոնե պետք է ստանան նվազագույն աշխատավարձի չափով, նույնը ուրեմն աշխատավարձի մասով մանկապարտեզի աշխատակիցները արժանի են բարձր աշխատավարձի, ես սա նորից կրկնում եմ, այստեղ հարց է առաջանում, եթե դուք ասում եք, այս գումարը բարձրացրել ենք, որ աշխատավարձը բարձրացրել ենք, որտեղ գումարի ավելցուկ է եղել կամ բյուջեում ավելցուկ է եղել։ Հիմա ինչ է ստացվելու, եթե եկող տարի բյուջեում պակասորդ տվեցին, այս մարդկանց աշխատավարձը իջնելու է, ասենց հարց է առաջանում, էլի։ Եվ ինչու է պետք է ավելի բարձր ստանային, այսինքն նվազագույնը այդ մարդկանց աշխատավարձը պետք է գերազանցել 230 հազար դրամը, եւ պետք չէ բերել քաղաքականացնել, ինչքան դուք ասեք, որ սա քաղաքական չի, սա քաղաքական է, որովհետեւ մայիս ամսին բարձրացրած աշխատավարձը քաղաքացին, մանկապարտեզի աշխատակցուհին, աշխատակիցը ստանալի է հունիսի 3-ին, 4-ին, 5-ին, իսկ ամսի 7-ին գնալու է ընտրության։ Հասկանում եք ինչի համար է բարձրացված, բայց քիչ է բարձրացված։ Այսքանը շնորհակալություն։